Այս պահին մենք զրուցելու ենք Լոռու նախկին մարզպետ եւ ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, այսպեսով ՏԻՄ ընտրությունների մի փուլն ամփոփվեց արդեն սեպտեմբերի 18-ին, առավել խոշոր քաղաքներում Գյումրիում եւ Վանաձորում սպասվում է հոկտեմբերի 2-ին, հատկապես որպես Լոռու նախկին մարզպետ Վանաձորը ինչեւ կարող է յուրահատուկ դառնալ, նաեւ նկատի ունենալով արդեն շատ շուտվանից մեկնարկած ընդդիմադիր ուժերի միջև բախումները, լարվածությունը եւ այդ փոխադարձ մեղադրանքները։ Ես կարծում եմ ցանկացած ընտրության պարտադիր պայմաններից մեկը, որը ցանկալի է որ իրական լինի, դա այն է, որ ընտրության մասնակցած քաղաքացիները վստահ լինեն, որ ձևավորվել է այնպիսի մի ընտրություններով այնպիսի մի մարմին, որ իրենք իրոք ընտրել են, սա առաջինը։ Երկրորդը ցանկալի է, որ ընտրության ընթացքը եւ քվեարկության ընթացքը լինի օրինական։ Ես տեղեկացված չեմ, բայց տրամաբանությունը հուշում է, որ ներկա պայմաններում բոլորը պիտի ձգտեն դրան։ Ես չեմ իմանում ինչ կլինի այնտեղ, բայց բոլոր դեպքերում պետք է ողջունել, որ ընտրություններ են տեղի ունենում եւ հորդորել մեր քաղաքացիներին մասնակցել եւ իրենց դիրքորոշում արտահայտել։ Վանաձորի մասով ինչ կասեք, ինչով է այն յուրահատուկ լինելու ըստ ձեզ, ինչով է կարևոր Վանաձորը եւ ներկայիս իրավիճակը հայ, երբ գործող քաղաքապետը չի առաջադրվում, ընդդիմադիր ուժերի միջև էլ է փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, նույնիսկ ինչ որտեղ հնչում են։ Այս չմիավորվելը նաեւ ընդդիմության ինչքանով կօգնի իշխանություններին։ Ցանկացած բնակավայր կարևոր է Հայաստանում, լինի դա մեծ թե փոքր, յուրաքանչյուրը իր չափով եւ իր տեղով ու դերով կարևոր է։ Վանաձորը մեր առանձնահատուկ քաղաքներից է, որը տարբեր պատճառներով դեռ չի վերականգնել իր բարի համբավը եւ իր նշանակությունը, տեղն ու դերը տնտեսական, սոցիալական, քաղաքական կյանքում հանրապետության։ Դա վանաձորցիների մեղքը չէ, բնավ հասկանալի է։ Իսկ ինչ վերաբերվում է ընտրությունների ընթացքում փոխադարձ մեղադրանքներին, պետք է ինտելանանք դրան, դա ընտրություն է, միտեղ չափը կանցնեն, միտեղ կարևոր է օրենքի ոգին, տառն ու ոգին պահպանվի, մնացածը ճաշակի հարցորդ։ Պարոն Խաչատրյան, ասում եք պետք է ընտելանանք, հասարակությունը նաև վատ բաներին է արդեն ընտելանում, Էջմիածնում տեղի ունեցավ ծեծկռտուք, հաջորդ օրը ընտրություններ տեղի ունեցան, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել, եւ Գյումրիում այս ողբերգությունը, որ տեղի ունեցավ տեխնատուներից մեկի որդու հետ, ամեն անգամ երբ մենք ընտելանում ենք մի բանին, հաջորդն ավելի վատն է լինում, հաջորդ միջադեպը։ Ինչու է ընտրություններից առաջ Հայաստանում այսպիսի ֆոն ստեղծվում։ Դա միայն Հայաստանում չի, ցանկացած ընտրություններից առաջ լարվածություն առաջանում է, եկեք դա չկապենք ընտրությունների հետ։ Դա մեզ ուղեկցող այն հորի բարքերն են, թերություններն են, որոնցից մենք պետք է ժամանակի ընթացքում եւ որքան շուտ այնքան լավ ձերբազատվենք։ Ուրեմն այն օրինակները, որ դուք բերում եք, դա խոսում է իշխանության վաստողումների մասին, որտեղ առաջի դեպքում իհարկե պիտի անմիջապես դրան արձագանքեր համապատասխան ծառայությունը պետական եւ գնահատականները տրվեր, երկրորդ դեպքում մի քիչ որը ավելի ողբերգական է եւ կարելի է միայն ցավակցել եւ ափսոսանք հայտնել այդ դեպքի համար, այստեղ եւս բացահայտումը որքան շուտ լինի, այնքան ուրեմն մարդիկ հանգիստ կլինեն։ Իսկ ինչ վերաբերում է ընտելանալուն, իհարկե թերություններին չի կարելի ընտելանալ, դա դες համամիտ եմ, պետք չի, որտեղ եթե դու թերությունին ընտելանում ես, ավելի վատ թերություն է։ Իհայտ գալիս։ Իսկ ընդհանուր այս ընտրությունների ֆոնը ամեն գնով աթոռ զավթելը ծեծկռտուքով մենք իհարկե դեռ Արշակ Գրիգորյանի մասով մասնավորապես չգիտենք ինչ է տեղի ունեցել, այնուամենայնիվ բարեկամներ նշում են, որ առավոտյան լավ տրամադրություն է ունեցել հարազատներ, նույնիսկ հանդիպումներ է պլանավորել եւ հիմա դատախազությունը ինքնասպանության մասով գործ է հարուցում։ Այսպիսի ֆոնով ընտրություն անցկացնելը Հայաստանում առհասարակ պետք է թե ոչ։ Ցանկալի չի։ Եթե նման ֆոն կա, ողբերգություն չի, կարելի է հետաձգել։ Ես երկու դեպքում էլ ոչինչ չէր փոխվի, եթե բայց դա պիտի լինի օրենքի սահմաններում եւ ես լավ խորացած չեմ հիմա գործող օրենսդրությունը դա նախատեսում է թե ոչ։ Բայց բոլոր դեպքերում երկու առիթն էլ երկրորդը նորից եմ ասում, չբացահայտված է եւ ես կոռեկտ չեմ համարում այդ մասին խոսել։
ինչ ասենք, հիմա դա մենք այդ վիճակում ենք ապրում։ Պարոն Խաչատյան, այս փոփոխությունները կառավարությունում որտեղ են ունենում վերջին օրերի ընթացքում մի քանի նոր նախարար է նշանակվել, որոշները վերանշանակվել են, ձեզ ինչ որ դրական հույսեր ձեզ մոտ արթնացնում են, թե ոչ իսկապես փոփոխությունների, թե պարզապես նոր դեմքեր են ի հայտ գալիս եւ ըստ էության համակարգը այս նոր դեմքերով եւս չի կարող արդյունավետ աշխատել։ Ես կուզենամ շատ, որ փոփոխություններ լինի։ Եվ այն ինչ որ հիմա տեղի ունենում, ինձ մոտ վստահություն չի ներշնչում, որ տեղի են ունենալու էական փոփոխություններ։ Բացատրեմ ինչու։ Այսինքն ես կուզենայի, որ իմ մոտ վստահություն լիներ, բայց հիմք պիտի լինի այդ վստահ լինելու համար, իսկ հիմքերը հակառակն են հուշում, որ կարող է սա ուրեմն ցանկալի արդյունքի չհանգեցնի, ինչի առաջինը։ Հստակ չասվեց ինչով էր պայմանավորված նոր վարչապետի նշանակումը, այսինքն հինի հրաժարականը եւ նորի գալը պիտի շատ բաց եւ անկեղծ ասվի ինչումն է բանը։ Այն որ մենք թարմության կարիք ունենք տնտեսական կյանքում, քաղաքական կյանքում, սոցիալական կյանքում, հասարակական հարաբերություններում լավ իմաստով ակնհայտ էր։ Այսինքն ակնհայտ էր, որ այդ հրամայականը կա եւ գործող իշխանական կառույցները չեն բավարարում օրվա հրամայականներին։ Սրա մասին բաց եւ հստակ պիտի ասվի։ Երկրորդը, նոր վարչապետը, որը նշանակվել է, մենք ունենք այս 25 տարիների ընթացքում կուտակված ծանրագույն բեռ, թերությունների, բաստողումների, ինչ կարելի ավելի կոպիտ բառեր օգտագործել։ Նոր նշանակված վարչապետը ամենակարևորը ըստ իս դա այն է, որ նա այդ ծանրաբեռնված չի այդ բեռով, այսինքն մի փոքր ավելի ազատ է եւ մի փոքր ավելի կամ ընդհանրապես գուցե պատասխանատվություն չի կրում անցյալի համար։ Դա վատ չի, պետք է նոր մարդ։ Բայց մի մարդը ոչինչ չի անի, եթե ամբողջ քաղաքական վերնախավը չլծվի նոր քայլերին։ Եվ այստեղ մենք կտեսնենք, դեմքեր պիտի փոխվեին, ակնհայտ է, չէ՞, բայց փոխվեն թե մնան, այդ ամբողջ կառավարությունը մի թիմ է։ Հայաստանում այնպիսի դրվածք է որդեգրված, որ իրականում մենք կառավարության երկու հատված ունենք, դա մի թիմ չի։ Մի հատվածը կառավարության ուղղակի ենթարկված է նախագահին, մյուս հատվածը վարչապետին։ Հետևաբար, եթե մեզանում վարչապետը եւ նախագահը նույն քաղաքականությունը չվարեն, մենք արդյունք չենք ունենա։ Հիմա Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանը կվարեն ըստ ձեզ քաղաքականությունը։ Դա պետք է իհարկե Սերժ Սարգսյանին հարցնել նախ եւ առաջ, ես կուզեմ, որ վարեն, բայց այն որ Սերժ Սարգսյանը ասում է, որ վարչապետը փոփոխությունների ալիքի առաջնորդը պիտի լինի կամ բարեփոխումների խորհրդանիշը պիտի դառնա, ես մի քանի անգամ ասեմ, եթե դա ասվում է որպեսզի վստահություն ներշնչվի դեպի նոր վարչապետը, վատ բան չի ասվում, բայց իրականում փոփոխությունների առաջնորդը եւ խորհրդանիշը, եթե չեղավ նախագահը, այդ փոփոխությունները չեն լինի կամ ցանկալի արդյունք չեն տա։ Ես ուզում եմ հավատամ, իրավունք չունեմ այդ հոռետեսորեն հանդես գալ հիմա, ճիշտ չի լինի դա, որ նրանք երկուսով կփոխեն իրավիճակը, ինչպես Սերժ Սարգսյանն է ժամանակին ասում, կվերացնեն այս գաղճ մթնոլորտը հանրապետություն, դա իր բառերն է։ Նույն կերպ իր ցանկությունն է վերացնել ատկատները, նույն կերպ իր ցանկությունն է տեղ տալ նոր սերնդին անկախության, հոյակապ բաներ ասվում։ Կապրենք կտեսնենք, մենք միայն ուրախ կլինենք դրանից, բայց առայժմ իմ կենսափորձը, քաղաքական փորձը հուշում է, որ անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հստակ կտրուկ քայլեր չեն արվում։ Օրինակ վարչապետի նույնիսկ այդ շփվելու ձևը նախարարների հետ կառավարության նիստերի ընթացքում այդ լեքսիկոնը, որ կարող եմ այսպես ասել, նախարարների հետ շփվում է, փոփոխությունները, դժգոհությունները, ինչին կարող են միտված լինել եւ ըստ ձեզ նրան տված է այդ բացարձակ ազատությունը նախագահի, թե հակառակը հնարավոր է նաեւ դրսի կողմից նման գործելավոճի համար։ Նախ մենք սուրճ չենք խմում ու սուրճի բաժակի վրա ենթադրություններ չի կարելի անել, ես այնտեղը չի, այսինքն կան հարցեր, որոնք պետք է հեղինակներն դրանք պատասխանեն։ Ես ոչ թե խուսափում եմ պատասխանել, այլ չեմ ուզում կանխագուշակություններ անեմ։ Ես հենվում եմ արկա տեղեկատվության վրա եւ այն ինչ որ տեսնում ու լսում եմ։ Յուրաքանչյուր մարդ իր ոճը ունի ղեկավարելու, ես ավելի հակված եմ, որ գործունեությունը լինի թափանցիկ եւ բաց,
քանց թե ձևը որքանով է դա այսպես ընդունված կանոնների սահմաններում։ Եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, ոչը կարա եւ ազատ ոչ լինի։ Այդ առումով վարչապետի վարքագիծը ինձ հաճելի է, որ կարծես թե բաց մարդ է, ինչ չեմ ճանաչում։ Բաց է, շփվում է, չի խուսափում, անկեղծ է, առաջի տպավորությունները շատ դրական են, որ նայում ես։ Մենք այդ դերի մեջ մտած դեմքերից հոգնել ենք, էլի sense նախարար է, այս վարչապետ են, մեկը նա, այդ դրանք ում է պետք է փոքր հանրապետություն է, ով ինչ դերել ընդունի, մեկը բոլորին շատ լավ գիտեն, կենցաղը, բարքը, վարքը, ամեն ինչը գիտեն, փոքրիկ հանրապետությունն է, որ դա ես համարեմ դա վատ չի։ Եվ այդ փոքրիկ հանրապետությունում բացակայում է իրոք թափանցիկությունը։ Ցանկացած հարցում պետք է լինի թափանցիկություն, պետք է լինի խոսքի ազատության լիիրավ իրականացում, դա միայն կօգնի աշխատանքներում։ Մնացածը ժամանակը ցույց կտա, բայց հիմա շատ կարևոր է, որ մի թիմ ձևավորվի։ Ես նորից եմ մի թիմը կարա փոփոխություն ապահովի եւ այդ մի թիմը պիտի ունենա երկու առաջնորդ իդեմս նախագահի եւ վարչապետի թե չէ այսպես այդ շանթարկելի դերում վարչապետ օգտագործելը կամ խավության նոխազի դա ոչ մի լավ բանի չի բերում 25 տարի այդ փորձը կիրառում ենք դա ճիշտ չէ ուղղակի հիմա այսօրվա իրավիճակը Հայաստանում եւ այն մարտահրավերները որոնք ծառացել են մեր արժեք, ծառացած են, մենք մի հաղթահար ենք, պահանջում այս երկու կարևոր պետական, եթե կուզեք, այրերի սերտ համագործակցությունը եւ ամենօրյա մասնակցությունը։ Ես ասեմ, որ այստեղ վարչապետը իմ խորը համոզմամբ ոչ թե հիմա աջակցության կարիք ունի, նա պետք է մասնակցության կարիք, մարդիկ բոլորս իմիջայլոց։ Եթե մենք ուզում ենք կտրուկ փոփոխություններ մեր պետությունում տեղի ունենա, սա ենթադրում է մասնակցություն եւ հասարակական ու քաղաքական աջակցություն։ Ես կարծում եմ, որ հասարակական աջակցությունը հնարավոր է առաջանա, եթե ասվածը կյանքի կոչվի։ Քաղաքական աջակցության մասով կարող են վերապահում ունենալ, որովհետեւ քաղաքական աջակցություն կարող է ցուցաբերել քաղաքական մարմնում, մեր դեպքում խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը, իդեմս դաշնակցության եւ հանրապետական կուսակցության։ Սակայն ակնհայտ է, որ այդ երկու քաղաքական ուժերը, չասեմ սպառվել են, բայց նրանք այսօր հիմնական պատասխանատուն են այս իրավիճակի համար եւ ընթացքը ցույց տվեց, որ նրանք չունեն այն պոտենցիալը, որը կարող է ստանձնել բարեփոխումներ եւ ստիպված մենք կոպիտ ասած մի քիչ կողքից վարչապետ ունեցանք։ Սա խոսում է այդ երկու քաղաքական ուժերի ճգնաժամի մասին։ Եվ հետեւաբար նրանք բավարար անհրաժեշտ քաղաքական աջակցություն իզորու չեն այսօր ցուցաբերելու։ Բայց նա կրկնակի պարտավորեցնում է նրանց մասնակցել։ Ոչ թե դատավորի դերում հանդես գալ, գնահատականներ տալ վարչապետը ոնց խոսեց, նախարարները լավն են թե վատն են, այլ լծվել այս փոփոխությունների գործին։ Իսկ դրանք շատ լուրջ հարցեր են։ Բայց նրանք ունակ են լծվելու կամ եթե մինչև այս չեն լծվել այդ գործին, ինչու պետք է ընտրություններից մի քանի ամիս առաջ նրանց լծվելը հասարակության մոտ նաև դրական լինի։ Գիտեք, ունակության խնդիրը նաև պայմանավորված է մթնոլորտից։ Ես պատահաբար չեմ տալիս Սերժ Սարգսյանի անունը։ Եթե Սերժ, որտեղ նա է պետության ղեկավարը, ոչ թե որ ինքը Սերժ Սարգսյանն է։ Եթե պետության ղեկավարը սեփական օրինակով, սեփական վարքագծով, սեփական դիրքորոշմամբ ձեռնամուխ լինի փոփոխությունների, ես կրկնում եմ, սեփական վարքագծով, օրինակով, վերաբերմունքով, այդ ճգնաժամ ապրող քաղաքական ուժերում կհայտնվեն բազմաթիվ մարդիկ, որոնք կլծվեն այդ գործին եւ կերևա ով է բեր քաշող, հա? Այսինքն դա կերևա եւ ունակ մարդիկ կան, իհարկե կան, բայց ընդհանուր մթնոլորտը տանում է ասես пассивության, հարմարվողականության, այդպես չի որ ունակ, ինչպես նաեւ ունակ մարդիկ անպայման կան բոլոր են քաղաքական ուժերում, որոնք այսօր հակադրված են, թերահավատ են, չեն հավատում։ Հիմա խնդիրը նա չի, ով է ճիշտ, խնդիրը թե փոփոխություն է պետք պետությունում։ Իսկ այդ փոփոխությունը օդի ու ջրի պես պետքա մեր ժողովրդին նախ եւ առաջ, որովհետեւ պետքա վիճակ բարելավել, չէ՞։ Իսկ այն ենթադրություն թե տնտեսական բլոկը կաշխուժանա, դա ռեալ չի։ Ռեալ չէ, որտեղ մնացած բլոկներն էլ ճակերտապ դի մասնակցեն ոստիկանությունը, դատախազությունը, հարկային տեսչությունը, մաքսային, կարամ թվարկեմ, այն բոլորը որ ուղակի ենթակա են նախագահ։ Եթե նրանք դիտողի դերում հանդես եկան, վարչապետը խնդիրներ է ունենալու։ Գումարած քաղաքական աջակցությունը նույնպես։ Դրա համար ես կարծում եմ, որ այս 2-3 ամիսները շատ էական են, որպես այդ քայլերը արվեն։ Ինչի դա կարող է հանգեցնել։ Ակնհայտ է, որ
եթե այս քայլերը միտված են ընտրություններին, կարծեմ ապրիլի նախորդարանական, ապա այստեղ իմիտացիան մեծ դժգոհության ու հիասթափության ալիք կառաջացնի մեր հասարակությունում։ Իսկ եթե ռեալ մենք գնում ենք փոփոխությունների, 2-3 կամ 4 ամսվա աշխատանքը բավարար է, որպեսզի ձևավորվի նոր հոսանք քաղաքական, որը մտնի ընտրությունները իմ կարծիքով որպես մի դաշինք, եւ այստեղ կարող է առաջնորդը լինել նոր վարչապետը արդեն, որտեղ մենք անցնում ենք վարչապետական համակարգի, եւ որի կազմում արդեն կլինեն տարբեր քաղաքական ուժերից մասնակցության քննությունը բռնած մարդիկ։ Եթե մենք դա չանենք եւ մտածենք, որ այս կոսմետիկ քայլերով կարող է նպաստել գործող քաղաքական ուժերի վերարտադրմանը իշխանությունում, մենք ես նկատեմ ինձ հեղինակները կոպիտ սխալ թույլ կտան, որտեղ բնավ մեր հասարակությունը այդ աստիճան միամիտ չի, որ հավատա դրան, եւ կարծում եմ, որ դա կլինի արջի ծառայություն մեր հասարակությանը։ Գիտեք, շատ կարեւոր է, որ խորհրդարանական ընտրությունների ավարտվեն օրինական անդիմության ձևավորմամբ եւ օրինական մեծամասնության, ոչ թե կայուն մեծամասնությամբ, որ գրեցի սահմանություն։ Այո, ինչպես։ Իսկ այս քաղաքական ուժերը, որոնք ասպարեզում են, փաստը օրինակ անհրաժեշտ հեղինակություն չեն վայելում։ Եվ հասարակությունը չի։ Նկատի ունեք նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժեր։ Նաեւ ընդդիմադիրների մեծ մասին, որտեղ մենք ունենք ընդդիմադիր բազմաթիվ ուժեր, որոնք այնքանով են ընդդիմադիր, որքանով իրանց ձայնա պետք, որ հետո մտնեն գործարքի մեջ իշխանության հետ, տեղ ու փայ ստանան, արևի տակ տեղ ունենան։ Դա ձև չի։ Դա կարող է իրանց հարմարա, դա իրանց սա ընդհանուր հասարակությունում տիրող մթնոլորտի արտահայտումն է, օգտվել։ Ինչ որ մի բանից մարդիկ անդադ ուզում են օգտվեն, իսկ նոր բարեփոխումների իմաստը դիտել են օգտվելու ինստիտուտի վերացումը, այսինքն հավասարության սկզբունքը արմատավորել, օրենքի իրավունքի գերիշխանությունը արմատավորել, այս դեպքում փոփոխությունները տեղի կունենան։ Իսկ եթե խնդիրը գնալու է ով լավ օգտվի, միշտ էլ օգտվելու դեպքում չօգտվածները ավելի շատ են, դժգոհներն ավելի շատ են, դժգոհները իրավազուրկ են, ունենում ենք այն ինչ որ ունենք։ Ես կուզենամ, որ որպես արդեն այսպես մի քիչ կողքից նայող եւ որևէ մասնակցության ակնկալիք չունեցող անձնավորություն, իմ կյանքի փորձը հուշում է, որ հիմա ժամանակն է իրենց ասել, որ լավագույն հնարավորությունն է սկսել փոփոխությունները Հայաստանում։ Այսպեսի լավ պատե առիթ մենք կարող է երկար ժամանակ չունենանք։ Նկատեմ անցավ համերաշխ մթնոլորտում, փոխադարձ ըմբռնման մթնոլորտ, կարելի է այս ամենը ապահովել այսօր։ Եվ այն ժամանակ վեճը կարող լինի միայն մի բանի շուրջ։ Իսկ հասարակությունը կմոռանա այդ տարիները։ Ես հիմա չի, իհարկե չի մոռանա, պետք է չի որ մոռանանք, բայց պետք է բանավեճը գնա հետեւյալի շուրջ։ Այս խնդիրը դուք որ այսպես լուծում եք, իմ տարբերակ ավելի արդյունավետ է, բայց հիմա բանավեճը գնում է դու հանցագործ ես, ես հրեշտակ եմ, դու անազնիվ ես, ես սրանք չասեմ պարապ խոսակցություն, բայց սրանք հերու տանող դիրքորոշումներ չեն, բայց որպեսզի այդ խոսակցությունները վերանան եւ այդ տիպի մրցակցություն ասպարեզից դուրս գա, ռեալ իշխանություն ունեցողները պետք է թարգեն անազնիվ լինել, պետք է թարգեն զորբայություն անել, դուք հայերեն բարձ կը դադարացնեն վարկագիծը իրենց, պետք է ուրեմն չօգտագործեն իշխանական, հազար պիտի ներկա այստեղ եւ ես կարծում եմ, որ հիմա օրինակ իմ կարծիքով ես առիթ եմ ունեցել դրա մասին ասեմ, հիմա դժվար է համաձայնվել գործող քաղաքական դեմքերին կամ ուժերին ինչ պետք է անեն, բնական է որ տարբեր մոտեցումներ ունեն, անան ինչպես լուծել ընդունեք տնտեսական զարգացման հարցեր, ինչպես լուծել սոցիալ բնական է եւ պիտի լինեն տարբեր մոտեր, բայց հիմա կարելի է նստելու պարանը ինչ պիտի չանեն, եթե ինչ պիտի անեն դժվար է համաձայնության գալ, ինչ պիտի չանելը, բայց դա պիտի կնի հրապարակային բնույթ, ես չեմ ասում երթումուտ են, բայց գից քաշեն, ասեն այլևս այսինչ բաները չեն անելու, որովհետեւ ինչպես իշխանության ձգտող չգիտեմ ինչ բառ ասեմ դες մարդիկ լավ այնպես էլ իշխանություն ունեցող մարդիկ անում են բաներ որոնք անընդունելի է բայց դա պիտի իրար հետ պայմանավորվեն ինչն են դատարեցնում այս մթնոլորտում ժողովրդի մոտ եւ հույս կարտնանա եւ մարդիկ հավատով կլցվեն վստահ եմ շատ արագ բավականին մեծ քանակությամբ մարդիկ կվերադառնան իրենց հարազատունը որովհետեւ Հայաստանը հայ մարդու համար ավելի ապահով տեղ աշխարհում քան Հայաստանն է չէ՞ մարդկության բնույթը շատերը լավորից չի որ իրենց հայրենիքում չեն ապրում եւ ամենակարևորը որ ես վերջերս շատ եմ դա ասում կներեք բայց պիտի պնդեմ մենք հասել ենք նրան
որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը սեփական հարազատ պետությունում անկոչ հյուրի կարգավիճակով են ապրում։ Սա պետք է հաղթահարվի, բայց սա չի կարող խոսքերով, գործով, միայն գործով։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք պիտի վեր կանգնենք հիմա, իսկ ինչպես խոսեց վարչապետ, իսկ պետք է նախագահային, այդ բոլորը մանր բաներ են։ Հիմա պիտի ուղղակի պահանջ տնել, որ առիթ է, ինչպես ասում են, շարժվել եք, տեմպ հավաքեք, աշխատեք։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հարցազրույցի համար։